Հիշեցնեմ այսօրվա դասի նպատակը որն էր, լիքը օգտակար բաների ծանոթացնել, շատ թեթև, զուտ ոնց որ իմանաք, որ տենց բաներ կան ու մոտավոր թե ոնց են արվում, շատ մոտավոր էլի, զուտ ասենք մի քանի տողի մակարդակով։ Որ զուտ իմանաք, որ եթե ինչ կարաք sense բանից օգտվեք։ Շատ թեթև, հույս ունեմ թեթև, ու ենթադրում եմ կարճ դաս կլինի, 6 հատ գրադարանի կծանոթանանք շատ արագ, ու всё։ Ու բան, այն հարցեր դեզդեն եւ ամեն ինչը, այդ արդեն կուղարկեմ չաթով։ Դա ժորտա էլ մեր այսօրվա պլանը։ Նախ եկեք բանից սկսենք։ Մի հատ լավ գրադարան կա բանի հետ կապված, Pandas-ի հետ կապված, որ այստեղ տարբեր վիզուալիզացիաներ էինք սարքում, բան էինք անում։ Եկեք որպես data frame վերցնենք մեր բանը, այն թեյավճարների սրճարանում կատարած վճարների բանը, տվյալները։ Մի հատ դա աշխատացնենք։ Մի ոնց որ մեր առաջի քայլը որ կուզենք անենք, այս data frame-ը ոնց հնարավոր է վերլուծելն է, տարբեր բաներ իր վրա հաշվել, գրաֆիկներ գծել, նայել ինչ որ միջին արժեքներ եւ այլն։ Հիմա ոնց կարանք այն հիմնական բաները, որ մեծամասամբ ամեն տեղ էլ միշտ անում ենք, այն նախնական այն ընդհանուր առաջի պատկերը ստանալ, ոնց որ մի հատ առաջի հայացքը հասկանալ, մի հատ հայացք գցելով պատկերը պատկերացնելու համար ինչ կարանք անենք, կա մի հատ հարմար գրադարան, որը կոչվում է Pandas Profiling։ Profile ոնց որ պատկեր, կարճ նկարագիր, կարանք տենց ինչ-որ մի բան հասկանանք որպես ընդհանուր պատկեր։ Pandas-ով ստանանք data frame-ի ընդհանուր պատկերը։ Այդ դրա համար պետք է գանք ներմուծենք այս հետևյալ գրադարանը, pipistol, ստեղ գծիկ յուն չեմ հիշում ինչի եմ գրել, երևի որ ավելի թարմ վերսիան քաշի, y-data գծիկ profiling։ Այս գրադարանը ժամանակին Pandas profiling աղի, հիմա մի քիչ թարմացրել են, այսինքն իրան ներմուծում ենք սովորական, թող ներմուծվի պրծնի, ու կցույց տամ ինչ կարճ պստիկ կոդ են գրում, բայց ինչ լավ բան է անում։ Դա մի հատ քաշի պրծնի ուղղակի։ Լավ, քանի դեռ քաշում է, դրանից հետո գրում ենք from y-data տակի գծիկ profiling, այդ վայ, պատահական էր։ From y-data import profile report ոնց որ կարանք հասկանանք որպես բան, ինչ որ նյութ որ պատրաստում ես, այդ նյութը ուղարկում ես, վերլուծություն կոպիտ ասած, չգիտեմ ոնց մի բառով թարգմանեմ, ընդհանուր report էլ, ընդհանուր նկարագիրն է սպասում, profile-ի նկարագիր, գրում ենք profile-ը հավասար է, profile report, df ու վերնագիր ենք տալիս մի հատ իրեն։ Ստեղ էլի արգումենտներ կա, կարանք օրինակ ասենք, որ ինքը մանրամասն լինի, detailed-ը հավասար է true, եթե չեմ սխալվում եւ այլն։ Մի քանի բանի հետ կարանք բզբզանք, բայց հետո գրում ենք profile.to file, ու ստեղ գրում ենք ինչ որ file, HTML ֆորմատի ֆայլ եկեք գրենք։ Աշխատացնենք։ Շատ դանդաղ այսօր մոտս, չգիտեմ ինչի է ասենց։ Իրականում եթե մի քիչ հեռու նայի, պրոստը կաշխատացնեի ու բան կանեի, դες արդյունքը ցույց կտայի։ Summarizing dataset, ինչ որ բաներ է նկարում, completed, ու report-ը սարքում է հեսա։ Հիմա կարանք գանք, որ մոտ տեսնենք, որ ստեղ առաջացավ մի հատ your report.html file։ Հիմա սա եթե բացենք, եկեք քաշենք ու առանձին սիրուն բացենք։ Նայեք ինչ սարքեց։ Գայսենք, տեսնում ենք ընդհանուր 7 փոփոխական 244 տող, 3-ը թվային, 3-ը կատեգորիկ, 1-ը բուլյան, այսքան հիշողություն եւ այլն, հետո իջնում ենք ներքև, ստեղ կարանք ընտրենք ինչ-որ փոփոխական կամ կարանք հերթով գանք, տեսնում ենք, որ ստեղ ամեն միսիան համար
նկարագիր է տված, քանի յուրօրինակ անուն կա, քանի տոկոսն են կազմում յուրօրինակները, բացակայողները, անվերջ մեծ արժեք ունեցող, միջին, մինիմում, մաքսիմում, զրոների քանակ եւ այլն։ Կարան կտեսնենք, էս էլ հիստոգրամը իրա, կարան կտեսնենք ստեղ more details, ստեղ ավելի վիճակագրական նկարագիրներ տա, սխմենք հիստոգրամ, էս հիստոգրամը մեզ ցույց տա, common value սխմենք, value counts-ը ցույց տա, extreme value սխմենք, ամենամեծերը ցույց տա, մի խոսքով, մաքսիմում, մինիմում սենց։ Մոտավոր պատկերացեցիք, չէ՞ երևի։ Կարան գանք հետո նայենք այս tip-ը, ստեղ ինչ որ high correlation դեր դեն, սենց էլի հետարքիր բաներ կա, սրանք է կնայենք ինչեր են։ Ահա, բուլյանների համար իրա հենց ուրիշ բաներն է, common values plot։ Ամեն մի տվյալների տեսակի համար սիրուն տարբեր բաներ են սարքած։ Այս մեկը տեքստային սյուն է, օրինակ, մեջը տեքստ է, էդ են հաշվի ասենք, տառերի քանակ, բլոկերի քանակ եւ այլն, կատեգորիաներ, սենց ինչ որ գրաֆիկ, բառերը, որոնք են առանձնահատվող, տառերը եւ այլն։ Ինչ ասես հաշված է կարճ ասած։ Ու հետո գայս ենք իջնում ենք ներքև, ստե կարող ընտրենք ցանկացած երկուացիոն ու իրենց scatter plot-ը գծենք։ Կանք իջնենք ներքև, սա կոռելացիաներն է, թե ոնց որ որը ինչի հետ ինչքան է շատ կապված։ Ինչքան մուգ է, այդքան շատ է իրար հետ կապված բաները, սյուները։ Կանք ստեղ missing value-ները նայենք, որտեղ ինչն անում։ Կանք ստեղ ինչ որ առաջի 10 հատ, վերջի 10 հատը նայենք, որոնք են որ կրկնվող են։ Մի խոսքով, ինչ ասես նայեցինք էլի մեծամասամբ։ Կարան գանք ստեղ alerts, այստեղ ինչ որ ռիսկային բաներն է ցույց տալիս, ասում է որ այս size-ը ու total bill-ը իրար հետ շատ-շատ ուժեղ կապված են։ Մի հատ արժի հասկանալ ինչից է, այդպես կարելի է տեսնենք որ այստեղ մի հատ տող կրկնօրինակ ունի լրիվ մաքուր։ Ու տենց։ Ստեղից ինչ որ հարցեր, ժողովուրդ։ Ու այս իրենց մինիմալիստիկ ռեպորտների միջայլոց էլի։ Ստեղ եթե գրենք եթե հիշողությունս չի խափում, detailed էր անունը փոխականի։ Սխալ խափեց։ Ոնց որ թե խափեց։ Config, minimal հավասարա false։ Էլ ավելի շատ բաներով կգեներացնի կսարքի հույս, եթե չեմ սխալվում, եթե սրա default-ը իհարկե false-ը չէր։ Հույս ունեմ false-ը չէր։ Մի խոսքով ժողովուրդ, այստեղից ինչ որ հարցեր կա։ 3 տող կոդ, բայց չէ, էս չէ։ 3 տող կոդ, բայց թե ինչքան հզոր բաներ է անում, չէ։ Ինքը բավականին սկզբում խորհուրդ չեմ տա իրան շատ օգտագործել, ավա ձեռով գրեք, միան դուք տանջվեք, բայց ընդհանուր explorative հավասարը true երևի սա էր։ Բայց ընդհանուր շատ հարմար սկսելու կետ է ինքը, էլի, մի հատ ընդհանուր արագ պատկերը տեսնելու համար։ Ես ահագին խորհուրդ կտամ։ Սրա նման էլի գրադարաններ կան, մեկը կա, որ կոչվում է Sweet Wiz, քաղցր վիզուալիզացիաներ, իրան էլ կարաք նայեք, ինքն էլ է բավականին հաջող է։ Ու տենց։ Այսքանը էս գրադարանից։ Մի խոսքով, ավելի ժամանակ չծախսենք։ Եթե հարցեր չունեք ինչ-որ էլի։ Դե լավ։ Հաջորդ գրադարանը, որ կուզեմ ցույց տամ, դա Joblib-ն է, աշխատանքների գրադարանն է, գործը բաժանելու համար։ Սա բանն է, ոնց զուգահեռ մի քանի հոսքով աշխատացնել ծրագիր։ Այսինքն եթե կոմպի մեջ կա 4 հատ պրոցեսոր, ոնց գործը բաժանել 4-ի մեջ, որ արագ հանգիստ անեն այդ գործը իրենք։ Էլի տարբեր գրադարաններ կան, ամենահարմարը ու հասարակը իմ հանդիպածներից ու մի խոսքով իմ օգտագործածներից ավելի շուտ այդ Joblib-ն է։ Բավականին լավ, փուճուր գրադարան է։ Այս կարակ դոկումենտացիան նայեք, ծանոթանաք։ Ոնց ենք աշխատացնում, երկու գրադարան է մեզ պետք լինելու Joblib, երկու հրամբան է պետք լինելու մեզ Joblib-ից, from Joblib import parallel ու delayed։ Parallel-ը զուգահեռն է, delayed-ը ուշացումովն է։ Եկեք սենց մի հատ կոդ նայենք, ինչ որ հաշվարկ անում գցենք,
Թող մի վայրկյան քնի, իբր երկարատևում, հետո քառակուսին վերադարձնի թվի։ Մենք զնանք հաշվենք 1-ից 10 թվերի քառակուսիները, կանք sense list comprehension գրենք do calculation if for in range, այս վերևը 2 հատ տոկոս time-ը գրել եմ զուտ նրա համար, որ ինքը ասի թե ինչքան ժամանակ է տևում այս ամեն ինչը անելը։ Ահա։ Գրենք, մի քիչ սպասենք։ 10 վայրկյան տևեց, ու էս մեզ վերադարձրել։ 10 չէ, էլի, 10 մի քիչ, 10-ից ավել։ Հիմա ինչ կարանք անենք պարալելով։ Եթե ուզում ենք այս մեր calculation-ը անենք, if for in range, այսինքն ուզում ենք այսա հաշվարկենք, այս մեր list comprehension-ը, պետք է մի քիչ list comprehension-ի տեսքով գրենք, էլի իրան ֆունկցիաները։ Մենք այսպես բան ենք անում, գրում ենք parallel, հետո մեջը նշում ենք, թե քանի մարդու մեջ ենք ուզում բաժանենք, այստեղ ասում ենք 4 մասի բաժանի։ Եթե գրենք -1, ինձ ինչքան հնարավոր է շատի մեջ բաժանի։ Այսպես մի հատ փակագից, հետո այս սրան որպես մուտք գալիս ենք այս այն գրում, այս do calculation if for in range։ Մսա եթե աշխատացնենք, ինքը հիմա error կգցի, ստեղ շատ չեմ խորանա պատճառների մեջ, մի հատ հղում եմ դրա, որ պատճառներից, չէ, մի վարքան, հիմա նորմալ է, չէ, նորմալ չի, շուտ ուրախացա, ստեղ մի հատ փուճուր բան պետք է ավելացնենք, պետք է այս do calculation in որ կա, այսա, իրան գրենք որպես delayed do calculation այսինքն իրան delayed-ով դեկորացիա անենք, սենց ասած։ Delayed ֆունկցիայի մեջ դնենք do calculation ֆունկցիան ու իրա վերադարձրածին տանք այս մեր in, for in range 10։ Այս delayed-ի իմաստը այն է, որ գուցե մի փոքր սխալ ասեմ այս պահը, շատ չեմ հիշում ճիշտ որ ասեմ, վատ եմ պատրաստվել բավականին այսօրվա դասին իրականում, ու ոչ էլ նպատակ կար էլի լավ ներկայացնելու, նպատակը զուտ ծանոթացնելն էր ընդհանուր։ Մի քիչ գլխարատ անելու համար արդարացում չի, բայց նպատակը ամեն դեպքում տենց էր սահմանված մոտս։ Delayed-ի իմաստը ոնց որ թե էր, որ ինքը սպասում էր, որ տենց եթե ասենք մի հատ մի ցիկլ գնացին բոլորը, 4-ն էլ գործածին։ Սպասում են սինխրոնիզացիոն, հետո մնացած բոլորով մյուս 4-ը վերցնում, հետո բոլորով մյուս 4-ը վերցնում։ Այսինքն միասին բրցնում ու գնում են առաջ, եթե չեմ սխալվում։ Ու այտենց եթե գրենք ու իրանց բաժանենք 4 կոտորի օրինակ, այս նույն ծրագիրը 1-ից 10 թվերը հաշվելու համար արդեն աշխատեց 4 ու 7 վայրկյանում այս անգամ։ Մի հատ է աշխատացնենք, ավելի կարճ կլինի ինձ թվում է։ 3:02 վայրկյանում։ Զգալի նկատվում է, համարյա 4 անգամ ավելի արագ սկսեց աշխատել։ Այս գրելաձևը ահավոր է իհարկե։ Parallel n jobs 4, սենց սարքում ենք այդ մեր զուգահեռ աշխատող հոսքերի բաժանիչը, հետո իրան մուտքով տալիս ենք այս մեր do calculation-ին delayed-ով դեկորացված ֆունկցիան ու այս մուտքերով։ Մոտավոր նորմալ է ժողովուրդ։ Ինչ-որ հարցեր կան ստեղից։ Դե բարի, այս parallel հաշվարկելը ինքը բավականին օգտակար հարմար բան է։ Մի հատ ուրիշ ծրագիրը շատ արագացնելու տար բան, գրադարան, NumPy է կոչվում, հավես անուն է։ Իրանից կարանք օգտագործենք JIT-ը, JIT նշանակում է just in time, հենց կոնկրետ այդ պահին։ Իր իմաստը որն է, որ ինքը Python-ի կոդը միանգամից թարգմանում է C++-ի կոդի ու դա է աշխատացնում։ Ու քանի որ C-ն էլ Python-ից ինչքան ավելի արագ է աշխատում, ինքը տենց շատ ընտիր հարմար բան է դառնում։ Եկեք ստեղ ունենք բանը, եկեք տպեմ 100 միլիոն հատ բան, էլեմենտից վախկացած ցուցակ ունենք, 0, 1, 2 եւ այլն մինչեւ 99000։ Սենց մի հատ ֆունկցիա ունենք, square array, ընդունում է ինքը մուտքում ինչ-որ array, բռնում array-ը քառակուսի է բարձրացնում, 4 անում, խորանարդ է բարձրացնում, բաժանում 2-ի, արմատն է հաշվում, բարձրացնում է քառակուսի, ինչ ասես գրել եմ ուղղակի, էլի։ Հիմա եթե սա աշխատացնենք, NumPy array-ը մուտքում տվել, դրա համար կարա ինքը միանգամից բոլոր էլեմենտների վրա աշխատի, էլի։ Ահա, 7 ու 3 վայրկյանում աշխատեց։
Հիմա տեսեք ինչ ա լինում, եթե լավ է, ես չգիտեմ խեմա, այս եկեք հանենք, ավելի հեշտ թող լինի։ Յոկա կայսենց լինի կոդը էլի։ Իզուր եմ դժվարացրել, նոր հասկացա։ 1:27 վայրկյանում աշխատեց սա։ Հիմա եթե գլխից գրենք շնիկ ջիտ ու սա աշխատացնենք, տեսեք ինչ ա լինում։ Հա, կներեք, հա, չէ, լավ, հասկացա ինչ էր կատարվել, ոնց որ թե չէ, մի վարքան, կներեք ժողովուրդ, 1:83 համարյա նույն ժամանակն ա, նամփայոխի չի արագանում, որ տիկը 0 ավելացնենք, շատ էր երևի միլիարդ էլեմենտ չի տրակեց։ Ոնց որ թե չեմ կարող ցուցադրեմ ոնց է արագանում ամեն ինչ ժողովուրդ, հեսա բայց կանենք մի բան։ Եկեք մի հատ սա աշխատացնենք, թող այս խառը խշտիկ ինչ գործողություն ասեսով լինի։ Գուցե քիչ գործողություն, որ դրել եմ, չի հասցնում արագանալ Երևան նորմալ։ Էլի տրակեց։ Մի վարքան, տեղ չգնաք։ 4 վայրկյանում աշխատեց, հիմա այստեղ գլխից գրենք շնիկ ջիտ, դեկորացնենք իրան։ 11 վայրկյանում հիմա աշխատեց, այն ժամանակ 4 էր։ Հիմա մի հատ էլ աշխատացնենք։ 3:8-ում աշխատեց հիմա էլ, մի հատ էլ 3:12 մի քիչ արագացավ, ես մի քիչ ավելի շատ արագանալ էի ակնկալում ճիշտ որ ասեմ։ Ինքը ինչ է անում, ինքը բռնում է այս կոդը լրիվ թարգմանում է սիական կոդի, ինչքան կարողանում է։ Դրա համար առաջի անգամը մի քիչ երկար է տևում, էլի նաև ինձ թվում է, որովհետև թարգմանելու վրա ժամանակ է կորցնում։ Հետո իրեն որ օգտագործում ենք, ինքը հենց C-ի կոդն է աշխատացնում, ինչը Python-ից ավելի արագ է աշխատում։ Հիմա այստեղ որ NumPy-ով է օրինակը, երևում է ինձ թվում է NumPy-ին կարում է առանց դրա էլ NumPy, որ շատ արագ է, չենք զգում հիմա տարբերությունը, դա է հարցը։ Բայց ինքը տենց շատ հարմար ձև է արագացնելու էլի ծրագրերը։ Սա էլի օրինակներ կնանք մի քանի։ Մենակ Քառոքսի հաշվել 794 վայրկյան JIT-ով։ Առանց JIT-ի 906 վայրկյան։ Եկեք որ միջինացված լինի, ստեղ գրեմ time it։ 740 միլիվայրկյան միջինում։ Եթե հարցը լավ ժողովուրդ այս ահավոր էր այս օրինակը։ Անտանելի մեծ սխալ եմ արել, որ NumPy-ով եմ գրել, չեմ հիշում ինչի եմ սենց արել։ Եկեք փորձենք մի հատ նոր օրինակ ձեզ ցույց տամ, էլի միանգամից ոտի վրա կառուցենք։ Dev հաշվել, թող մուտքում x ընդունի, բան, թող for e in range x, այստեղ թող list-ը դատարկ լինի, թող ինքը գա, for e in range x, հետո for g in range x, թող հերթով 0, 1, 0, 2, 0, 3, 0, 4, 0, 5, հետո 1, 0 եւ այն այդ բոլորի արտադրյալները հաշվի ու ավելացնի այս մեր բանում, list-ում։ Սենց մի հատ խնդիր։
Եկեք կանչենք բանը։ Print հաշվել 100,000 օրինակ։ Հաշվելը չենք սահմանա, ինչ է օրորակ գցելու։ Սա հաշվի։ Դա արդեն NumPy չկա։ Մաքուր Python-ը։ Այս it-ն էլ երևի իզուր ավելացրեցի։ Մի 5 վայրկյան սպասենք։ Հա լավ, print հա չանի։ Ինչ ոտ կազմակերպեմ անում։ Այ ժողովուրդ կներեք 2% պետքա դնեի։ 79 միլիվայրկյան, եկեք լավ, եկեք 10,000 գրենք։ Իվայրկյան, մի քիչ էլ համբերությամբ զինվեք, կներեք։ Այս JIT-ով, այս նումբայով աշխատելուց, օպտիմիզացիա անելուց, բայց սխվեց ամեն ինչ։ Կան ժողովուրդ։ Շատ հրաշք վերջի դասը։ Հազար հատիկ է, այս էլ արդեն շատ չի երկար չի հաշվի։ 199 միլիվայրկյան, հիմա JIT չաշխատացրեցի։ Եկեք հիմա այս JIT-ով աշխատացնենք։ Սա 149 միլիվայրկյան ու մի քիչ ինչ-որ պրոբլեմներ։ Ժողովուրդ արագացնում է, այնքան շատ չարագացրեց, ինչքան ակնկալում էի։ Մի հատ էլ։ Կարճ ասած, բանան, որ կոդը արագացնում է, նրա հաշվին, որ թարգմանում է իրան C-ի ու C-ն է աշխատացնում, որը որ ես ձախողեցի ձեզ ցույց տալ, ահա որ։ Բայց պետքա զգուշ լինել, որովհետև եթե կոդը նենց է, որ ինքը C-ական կոդ չի, օրինակ ստեղ ցուցակի մեջ ուզում ենք հավաքենք էլեմենտներ ու մեկ-մեկ integer ենք այլացնում, մեկ-մեկ string։ Իսկ C-ն սիրում է, որ կոնկրետ հստակ լինի իր մոտ ֆիքսած ամեն ինչ, դրա համար կարա առանց JIT-ի կոդը ավելի արագ աշխատի JIT-ով, որովհետև C++-ին չի կարում յոլա տանի այդ Python-ի ինչ փոփոխականի տեսակ ասես վիճակը, էլի։ Իրան մի քիչ կոնկրետիկա է պետք, առանց այդ կոնկրետիկայի չի կարողանում օպտիմալ աշխատի։ Եկեք ես ձեզ ուղղակի նումբայի նյութ կուղարկեմ հետո։ Շմուտս։ Ինչ որ հարցեր կան ստեղ, ինչ որ բան ստացվեց հասկանալ։
Այս 3 գրադարանի հետ կապված ինչ որ հարց ժողովուրդ կամ ինչ որ ռեակցիա կարող դիզլայք տնեք այս վերջին գրադարանին, այն երկուսին ինչ կուզեք, չգիտեմ։ Լավ, եթե ինչ որ հարցեր լինեն, խաբար արեք։ Ահա։ Այս 3 գրադարան, եկեք մի քանի հատիկ էլ գրադարան ներկայացնեմ։ Մհմ։ Նախ սկսենք բանից, մի հատ պրինտերի հետ կապված գրադարանից։ Ահա, արդեն գանք ստեղ VS Code-ի։ Ոնց է, մենք որ կոդ ենք գրում, ինչ ենք անում, գայս ենք ու պրոստը եկեք պատկերացնենք, որ մի հատ ինչ որ ֆունկցիա ունենք, որ def բաժանել, լավ, եկեք ասենց կամ լավ կգրեմ։ Def divide, ընդունում եմ մուտքում xy, եթե y-ը հավասար է 0-ի վերադարձնում է error-ը գցում, կամ լավ, եկեք թող print անի problem, հակառակ դեպքում, հա, եթե սենց ասենք թող print անի problem, այսենց, հակառակ դեպքում թող ասի print, սկզբում թող ասի print սկսում եմ տպել, ահա, մուտքում x, y, սա է string-ով, սենց մի հատ ինչ-որ բան եթե գրենք օրինակ, մակարանք ես մեր ծրագիրը աշխատացնենք, ասենք թող x-ը հավասար լինի 10, y-ը հավասար լինի 3, ասենք print divide xy, սա աշխատացնենք, divide, exit, ասենք python tutorial.py, կներեք, հաստեղ ինչ-որ կոդեր չեմ փակել, դրանից էր խնդիրը, կոմենտ չի արել։ Ստեղ կբերիկ ասի, սկսում եմ տպել, մուտքում 10.3, հետո մեր վերջնական արդյունքը 3.3։ Եթե օրինակ ուզենանք տեսնենք, թե երբ ենք տպել այս մեր կոդը, կարող ասենք, եկեք date time-ը ներմուծենք, մեջից տպենք, երբ ենք սկսում աշխատացնել, ասենք import date time, ստեղ միանգամից դնեմ, սենց մի հատ հրամանով, կարող ասենք print datetime.now, սրանով ստանում ենք հենց այս վարկյանը այս պահի ու մեջից հանենք ավելի ինտերնելի ինֆորմացիա, սենց ինգասի մարտի 14, 2024։ Հարմար է, նորմալ է պրինտերը, բայց հիմա եթե ասենք ստուգեցինք այս մեր կոդը, արդեն չենք ուզում տեսնենք, թե ինքը ինչ է սկսում տպել, պետք է գանք comment անենք, չէ։ Ահա։ Կարող է բայց նենց լինի, որ հետո հետ ուզենանք, պետք է գանք էլի հետ բացենք comment-ը, տենց աշխատացնենք։ Մի քիչ ահավոր ոչ պրոֆեսիոնալ է դառնում։ Համ էլ այս ամեն ինչը կոնսոլում սենց ստեղ տպեց տեսանք։ Okay, լավ, բա եթե ուզենանք տանք ինչ որ մեկը աշխատացնի, հետո նայենք թե ինքը ոնց է աշխատացրել կամ նայենք ինչ որ խնդիրներ ա եղել է իր աշխատելուց, թե չէ։ Այս ամեն ինչով գայս ենք հանգում ենք մի հատ կարևոր խնդրի, որ պետքա կարողանալ լավ որակյալ պրինտեր ունենալ։ Բայց ոչ թե հենց կոնկրետ պրինտեր, այլ հեսա տենց պրինտերի շատ-շատ ուժեղ հզոր բան ենք տարբերակ ենք սովորելու, որը որ մեզ թույլ է տալու բռնել ու բան անել։ Բռնել ու նշել տարբեր ձևերով, թե ինչ տեսքով արվեն պրինտերը։ Պրինտերը, որ արվում են, որտեղ պահվեն այդ պրինտերը։ Պրինտերը, որ պահվում են, այդ ֆայլում, որ միտեղ դնում ենք, այդտեղ ավելացվեն, թե նորից լցվեն։ Եթե շատ է հավաքվում պրինտ, այդ դեպքում ինչ անենք այդ պրինտերի հետ։ Եվ այլն եւ այլն։ Կոնսոլում տպենք պրինտերը, թե չտպենք կոնսոլում տիպերը։ Նենց անենք, որ ասենք որոշ դեպքերում պրինտերի մի մասը տպվի, մի մասը չտպվի, այդ տենց ինչ որ բաներ նաեւ։ Մի խոսքով, ահա որ ճկունանալու ենք հեսա մենք բանի հետ պրինտերի հետ աշխատելու գործում։ Նրա հաշվին, որ
կօգտվենք logging կոչվող գրադարանից, log անել նշանակում է ինչ-որ ընթացիկ արդյունքը բանել, միտեղ ֆիքսել, տենց կարանք փորձենք թարգմանել այդ բառը, logging-ը ինքը հենց բուն Python-ի ներկառուցված գրադարան է, այսինքն ոչ մի բան պետք չի import անել, ուրիշ գրադարաններ էլ կան, որ թույլ են տալիս logging անել, ուղղակի այս logging-ի հրաշալին է նա, որ բավականին հարմարն է, ու դե նաև ոչ մի բան պետք չի անել, ավտոմատ կա։ Ոնց որ հենց իրան եք ուսումնասիրենք հեսա։ Եկա գանք ստեղ ասենք import logging։ Հիմա եթե ուզենանք ինչ-որտեղ print անենք ինչ-որ բան, այս print-ի փոխարեն պետքա գրենք logging get, այստեղ ունենք մի քանի տարբերակ թե ինչ գրելու։ Ըստ լրջության, ասենք ես սկսում եմ տպելը, ինքը տենց թեթև ինֆորմացիա է։ Եթե ուզես շատ բան տպել, ախորժակը շատ լինի, կարաս տպես, եթե չուզես, կարաս բռնես հանգիստ անտեսես, դրանից ոչ մի լուրջ բան չի լինի։ Բայց օրինակի համար, եթե նայենք այս երկրորդ print-ը, որտեղ problem-ն է տպում ինքը, այդ երկրորդ print-ը արդեն սա լուրջ է, սա արժի միշտ լինի։ Դրա համար կա log-երի սահմանված տարբեր լրջություններ։ Ու մենք կարանք նշենք, ասենք, որ ինքը այս լրջության բաները մենակ տպի, մնացածը չտպի ու դա բավականին հեշտ փոփոխենք։ Այդ տարբերակները 5-ն են։ Debug անելը, այդ ոնց որ պրոստը բզբզալ ու փորձել կոդի մեջ սխալ գտնել։ Հետո գալիս է info-ն այդ ինֆորմացիա հայտնող բաներն են, որ տենց ոչ կրիտիկական են, ոչ էլ տենց բան են, հենց debug-ային բան են։ Ոչ կրիտիկական են, ոչ էլ հենց տուդի-սուդի պրոստը տպել ձեռի հետ տեսնել են, այլ հենց պրոստը ինֆորմացիա տալու համար բաներ են։ Info-ից հետո գալիս է, այսա կոդը ուզում եմ copy անեմ, բերեմ, ընթացքում խոսում եմ ուղղակի։ Հետո ունենք նաև առանձին բաժին բանի համար, error-ների համար, get error տեսակի խնդիրներ։ Ունենք get critical, այդ ահավոր կրիտիկական շատ լուրջն է։ Ու տենց եկեք ներմուծեմ։ Ու մեկ է ունենք զգուշացում, որ եթե ինչ-որ ռիսկ կա, այ դա է։ Իրանց այսենց ենք գրում։ Այս իրանց գրածները ու նկարագրիրները։ Logging get debug, info, warning, error, critical։ Ուստեղ հետո իրանց մեջ ուղղակի նամակ, այսինքն print-ը փոխվեց այս սրանով։ Հիմա սա եթե աշխատացնենք, կտեսնենք, որ ես այդտեղ փակագիծ եմ մոռացել։ Այստեղ կարող գրենք logging get warning։ Եկեք այստեղ էլ սկսում եմ տպել print-ը լինի logging get info։ Բավականին արագ է արդեն printer-ով գրած ծրագիրը դարձնել սենց։ Այս որ աշխատացնում ենք, տեսնում ենք ինչ տպեց այստեղ warning root warning something unexpected այս տեքստը։ Error-ը տպեց մեր ու critical-ը տպեց մեր այս սրանք։ Այս ինֆոն ու բանը անտեսեց, այդ իր լռելիային պահվածքներ, մենք կարող ենք իրան նշենք ստեղ, ասենք ինքը ինչից սկսած ամեն ինչ արտացին։ Ինքը հենց սենց է գնում debug info warning error critical։ Դա նշելու համար անում ենք սենց։ Այդ կոնֆիգուրացիան նշելու համար թե ոնց անի, գրում ենք logging get basic config ու level-ը հավասարա logging get ու մեծատառերով n level-ը, որ ուզում ենք դնենք։ Եկեք գրենք օրինակ debug։ Հիմա սա եթե աշխատացնենք, ինքը ամեն ինչ տպում է։ Եթե գանք ստեղ գրենք get critical, ինքը կտպի մենակ կրիտիկականները, սա ու սա։ Այն print-ը մնացել է, այս այդ print-ից է գալիս էլի։ Մենակ սա տպեց։ Գրենք warning, մենակ warning-ներից սկսած ամեն ինչ կտպի։ Նորմալ է ժողովուրդ։ Պատկերացրիք մոտավոր։ Գիտեմ, որ վատ եմ բացատրում, բայց ընդհանուր նորմալ է։ Եկեք մի քիչ էլ փոփոխենք իրան, ավելի հարմար ձևերով դարձնենք։ Մի բան, որ կարող ենք փոխենք, այդ կոնկրետ ֆորմատ ավելացնելն է իրան, թե ինքը
ինչ ձևով, ինչ տեսքով սա տպի, այստեղ նախնական բաներ, ասենք ամեն ինչից առաջ տպի թե երբ աշխատացվել օրինակ, այդ բավականին հարմար բան կարող լինի։ Դրա համար կարող ենք այստեղ գանք ավելացնենք format արգումենտը, տեսեք արդեն ինչ-որ լավ բաներ առաջարկում է, հիմա ներքևին նա կոդը կարդում։ Եկեք մի հատ նոր փոփոխականի մեջ, լավ, եկեք սա փակեմ ավելի ընդառնել, այսպես։ Սենց գրում ենք ֆորմատը հավասար է ու ինչ պետք է այստեղ գրենք, այսա կայքը բացեմ, նայենք։ Ինքը ունի տարբեր էլեմենտներ, որոնք որ կարանք ներառենք իր մեջ, անուն, այս մակարդակի անուն, թե ինչ տևի է, նամակը հենց կոնկրետ եւ այլն եւ այլն։ Իրանք այս լոգինգի դոկումենտացիայում հավաքված են, ես ձեզ նյութեր որ ուղարկեմ, սա էլ մեջ կլինի։ Կարող ենք ուստեղ կարդանք թե ինչա պետք։ Սա օրինակ ժամանակն է, սա երբ է ստեղծվել, level բան, հենց կոնկրետ լավ էս մեկը hedge։ Նամակը որ ֆայլից է, ինչ հասցեով է, եւ այլն եւ այլն։ Սենց կարող ենք տարբեր բաներ գրենք։ Եկեք հիմիկվա գրածով նայենք, թե ինքը ինչ տեսքով է հիմա տպելու ամեն ինչ։ Նորից աշխատացնենք։ Հա, այս F-ը hedge։ Տեսեք հիմա ոնց է տպում։ Օրը տպեց, հետո այս մեր probel գծիկ probel-ը տպեց, գրեց root, root-ը նշանակում է ոնց որ հենց կոնկրետ այս մի ֆայլի մեջ ենք, էլի, սա մեզ հիմա էական չի։ Հետո տեսակը warning-ի, հետո error-ի նամակը։ Մասյո, այս կոդով արդեն մենք կարող ենք վարքյան առ վարքյան տեսնենք, թե երբ է ինչ է աշխատել։ Այս նորմալ էր ժողովուրդ։ Այստեղ մի հատիկ էլ բան նշեմ, սա գուցե զարմացնի ձեզ, որտեվ նայեք ոնց է գրած փոփոխականի անունը։ Basic մեծատառով config։ Սա նրանից է, որ այս գրադարանը գայս է ուրիշ լեզուներից, որտեղ որ ընդունված ոճը եղել է այս սապատաձևը, ու տես ստիպված այս Python-ում սապատաձև է մնացել ու տենց իրար հետ չի բռնում, ինչը մի քիչ հավես չի, բայց դե էտա, ինչ արած։ Մեկը մեծամասամբ copy paste կանելու առաջին լիքը անգամներ այս կոդը, նենց որ շատ տարբերություն ձեզ չի էլ տա։ Բայց լավ, ոնց կարանք շարունակենք փոփոխել այս մեր ֆայլը։ Վայ, կներեք։ Շպարգալկաս բացեմ։ Շպարգալկաս կորցրեցի։ Կներեք մի վարքյան ժողովուրդ։ Որտեղի։ Հա։ Կարանք այստեղ ես որ ֆորմատով գրել ենք, որ բանը տպի ինքը, ժամանակը տպի, ու ինքը սենց տպել է 202403 եւ այլն եւ այլն։ Կարանք է դրա ֆորմատն է փոխենք։ Դրա համար գրում ենք այստեղ date fmt ֆորմատ բառից ու սենց դոլարներով նշում ենք, թե ինչ ոճով ենք ուզում։ Օրինակ սա սենց որ գրել ենք, ինքը սկզբում կդնի րոպեները, հետո օրը, հետո ամիսը, ներողություն, ամիսը, օրը, տարին, հետո ժամ, մի խոսքով ժամ, րոպե, վայրկյան։ Ահա, հիմա սենց ոճով տպեց իրան։ Այն միլիվայրկյանները արդեն կորան գնացին։ Ուրիշ մի բան որ կարանք փոխենք, այդ նրան որ այստեղ ամեն ինչ հավաքվում է այս կոնսոլում է տպվում, ինչը շատ հավանական է, որ օգտակար չլինի մեզ, եթե ուզում ենք բռնենք ու ինքը լիքը երկար ժամանակ աշխատի տարբեր մարդկանց կողմից, կուզենք ֆայլերում հավաքենք իրան։ Դրա համար այստեղ գրում ենք file name-ը հավասար է ու ինչ որ մի հատ անուն։ Ու get log ենք վերջում գրում, որ իմանանք ինքը logային ֆայլ է։ Գրենք անուն get log օրինակ, ու եթե սա աշխատացնենք, տեսեք այստեղ ոչ մի չտպվեց։ Փոխարենը այստեղ ավելացավ անուն get log ֆայլը, որ եթե բացենք, այս VS Code-ը արդեն գիտի, սիրուն sense ֆորմատի բերած իրան տպում է։ Տեսեք այս error-ը critical-ը հաստա նույնիսկ կարա որ լրիվ աչք ծակի։ Ահա։ Հիմա նորից եթե աշխատացնենք, չթարմացավ sense արագ, եկեք նորից բացենք։ Ահա 21 ըհը, տեսեք ավելացավ կողքիցս մյուսները։ Մի հատ կել աշխատացնենք։ Ահա հիմա արդեն սիրուն։ Մի հատ էլ, մի հատ էլ։ Միանգամից տեսնում ենք, թե ինչերա մեջը հավաքվում, կուտակվում։ Նաև կարող ենք փոփոխություն անենք, ասենք որ ոչ թե ամեն անգամ ավելացրու, այլ օրինակ ամեն անգամ 0-ից գրի, էդ էլ file mode-ի միջոցով արվում, նույն ձևից open անելուց ասում էինք բացի w մեթոդով, որ մեջը գրես կամ բացի a մեթոդով, որ մեջը ավելացնես, կարող ենք գրենք w ու ինքը սենց ամեն անգամ դատարկ էջից կգրի։ Տեսեք վարքյանը փոխվում է,
Մենակ է դա տարբերությունը։ Նորմալ է ժողովուրդ, ինչ որ հարցեր կա ստեղից։ Հետո պիտի այս ֆայլը փակենք, թե ինքը փակում է։ Չէ, այս անհանգիստ չենք, այս իրա վրա է այս ամեն ինչը։ Այդ լավ հարցեր իմ ջոց, կարևոր հարցեր։ Շատ զգուշ հարցեր էլի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Իսկ այս logging error, որ գրում ենք, ինքը կարանք պրոստը գրենք error, բայց պարտադիր չի մեջը error լինի, հա։ Սրա մեջ ուղղակի տեքստ ենք գրում, ոնց որ ինչ ուզում է լինի, հա, կարանք հանգիստ գրենք error։ Կարանք հանգիստ մեջ ուղղակի տեքստ։ Բայց ինքը error չունենա, հա։ Հա, ստեղ օրինակ error չկա։ Ստեղ ուղղակի ուրա, հա, էսա, այստեղ ոչ մի error չկա, զուտ գրել ենք։ Այսա մի հատիկ ուրիշ բան ցույց կտամ, որ այս error-ին ավելի յուրահատուկ է դարձնում, բայց ընդհանուր կարանք հանգիստ հենց օգտագործենք։ Այս լավ հարց է տալիս շատ։ Էլի ինչ որ հարց կա մինչև այս կտորը, բայց հեսա դրա հետ կապված կասեմ։ Լավ, եթե մեր մոտ կոդը նենց լինի, որ ինքը իսկականից error-ա գցում, եկեք օրինակ թող ինքը փորձի բաժանի, ստեղ ասենք, եկեք այս արդեն ջնջենք, ստեղ թող ասենք try, թող ասենք փորձի result-ը հաշվի որպես x բաժանած y, ու եթե error-ա ստանում, ենք 0-ի բաժանման error, թող ինքը error-ը գցի։ Այդ դրա համար կարանք գրենք ուղղակի login.error այսինքն կարանք աշխատացնենք իհարկե, ստեղ վերջում return result։ Աշխատացնենք, the system cannot find the file specified, հա, որտեղ ուրիշ կոդ եմ այսը։ Աշխատեց, այս մեր ֆայլում էլ ոչ բան չփոխվեց, հիմա եկեք սա 0 դարձնենք։ Հա, այս տեղից էր, եկեք ստեղը գրենք ասենք result-ը հավասար է yes-ին։ Սա եթե նայենք, ստեղ տեսնում ենք error-ա գրում division by 0։ Այս մեր տեքստն է ստեղ, login.error ու error-ի նամակը գրեց։ Տեսեք։ Եկեք սրանք արդեն ջնջենք, թող չխանգարի։ Մեկ էլ այս file mode-ը եկեք դարձնենք A, թող ավելացնի, որ տեսնենք իրար տարբերողները։ Login.error division by 0։ Այսինքն այսպես error գրելով y, ինքը զուտ այս y-ի արժեքը տպեց, այսինքն prost string։ Բայց մենք կարող ենք ստեղ ավելացնենք x info, այսինքն exception info։ Ու արդեն սա աշխատացնելուց տեսեք ամբողջ traceback-ը լրիվ տալիս է մեզ։ Սրանից բացի նաև սա է տալիս։ Նաև կարող ենք սրա փոխարեն ուղղակի գրենք logging.exception, սա նույնն է ինչ logging.error y ու բան մեջը գրած այս մեր exception info։ Նայեք հեսա, նույն պատմությունն է։ Նորմալ էր։ Տերմինալում չի տպում error-ը։ Հա, տերմինալում չի տպում, որովհետև բան ենք արել, ստեղ file name ենք նշել։ Եթե այս file name-ը հանենք, արդեն կսկսի տպել տերմինալում էլ։ Կարանք նենց անենք, որ ինքը համ տերմինալում տպի, համ բանում տպի, ինչ անունը, համ տերմինալում, համ ֆայլում տպի, բայց մի քիչ ավելի խարխշտիկոտ բան է, այնտեղ պետք է ավելացնենք իրան, ասենք, որ համ ստեղ աշխատի, համ ստեղ։ Ես այդ ավելաված ես մի հատ նորմալ նյութ ուղարկեմ, որ ցույց կտա, դրանով նայեք, եթե հարցեր լինի, ասեմ, կամ կարամ կոդն ցույց տամ նենց, հա, կամ կարամ բացատրեմ, բայց երևի հիմա մի քիչ կոնտեքստից դուրս կլինի, էլի։ Բայց լրիվ հնարավոր է։ Okay։ Կարամ պատասխանեմ էլ, էլի, չեմ ուզում սրած լինեմ հարցը։ Զուտ ինձ թվում է նյութը, որ կուղարկեմ, ավելի լավ է բացատրում։ Բարի։ Ժողովուրդ, մինչև այստեղ ինչ որ հարցեր։
Լավ, ես դες ցույց տվեցի այն ամենաֆունդամենտալ բաները ուղղակի, էլի։ Այս լոգինգը գուցե մի քիչ ձանձրալի թվա սկզբում, բայց հավատացեք պրոյեկտը, որ մեծանում է, առանց իրա փրկում չկա, էլի։ Հենց հիմա այսօր առավոտ օրինակ մի հատ պրոյեկտի վրա որ աշխատում էի, խնդիրներ էր առաջացել ու միակ բանը, որ մեզ փրկեց, որ ջոգինգ ինչն էր մեջը, ինչը ինչ էր մեջը, դա էր, որ լոգինգի log ֆայլի մեջ բավարար ինֆորմատիվ նամակ էինք log արել ու մտանք այդ ֆայլը բացեցինք, կարդացինք, տեսանք ինչն էր խնդրեմը, ըստ դրա հասկացանք աղբյուրը ինչն է։ Առանց այդ լոգինգի, եթե printer շարած լիներ, առհատ է ինչ որ բան կհասկանայինք այդ դրա մեջ, որտեվ ահավոր էր լինելու։ Համ անտանելի անհարմար էր լինելու, իսկ ոչ կիմանաս երբ հնգավ էռորը որ ֆայլից եւ այլն եւ այլն։ Համ էլ այդքան print ամեն ինչ եթե գրես, չես իմանա ինչը գրես, ինչը comment անես, կամ սաղ գրես մեջը չես կողմնորոշվի, իսկ սենց որ հստակ նշում ես ինչից սկսած ուզում ես տեսնել այդ լոգերի բաները, կոպիտ ասած այդ printer-ը շատ է կյանքը թեթևացնում, էլի։ Մի խոսքով ուզում ասեմ, որ այս լոգինգը այն բաներից է, որ ձանձրալի անհետաքրքիր է թվում ու ասում ես ինչի համար է պետք, բայց երբ որ պրոյեկտը մեծանում է, հասկանում ես, որ պետք էր։ Նման է նրան, որ պրոստը մաքուր կոդ գրելուն կամ docstring-էր գրելուն։ Հա, ասում ես դե լավ, թող մնա հետոյվա, հենց որ կոդը գրեմ, ոչ թե կոդի հետ կապված ինչ որ թիթիզ բաներ, բայց հավատացեք ինչ որ բայից անխուսափելի է դառնում, էլի, ու լավ պատրվում եք, եթե չեք սկսել հենց հարմար ձևով անել։ Հիմա էլ քանի ծրագիր եք ձեռք բերում, մենա միանգամից հիշեք այս լոգինգի մասին։ Պարտադիր չի հենց այս լոգինգը օգտագործեք, էլի լավ գրադարաններ կան ուրիշ։ Օրինակի համար logging libraries Python։ Մի հատ շատ լավը կար։ Ու սրանք իմիջիայից հաճախ բան են անում, լիգ ինչը։ Կպցնում են ինչ-որ դատաբազաներին ու տեղ հավաքվում է ամեն ինչ։ Հա, լոգուրու ճիշտ է։ Ու հետո տենց կարան գրաֆիկներ գծեն, վիզուալիզացնեն, տեսնեն ինչքան ինչ էռոր ա եղել, մարդիկ ինչ մուտքեր են տվել, ոնց ա եղել, տենց նաև միանգամից բան է դառնում, էլի։ Ծրագրի աշխատանքը վերլուծելու համար գրադարան գործիք հավը ոչ թե գրադարան։ Այս լոգորունը կարաք նայեք, եթե կուզեք, ինքը բավականին հարմար ու հաջողն է երևում ու շատ ավելի թիթիզ ու սիրուն, ու իրանք ասում են, որ տենց շատ-շատ հարմար ու հեշտն է նաև։ Ըստ ճաշակի էլի, ոնց կուզեք։ Ես այս լոգինգն եմ սիրում, որտեվ ինքը հենց բուն Python-ի մեջ եղածն է, շատ հարմար է իր հետ աշխատել, բայց կան նաև ուրիշ լիքը լավ բաներ։ Այս մեկը այնքան լավն է, որ 17000 աստղ ունի GitHub-ում, ինչը իրականում բավականին լուրջ ցուցանիշ է։ Հա, վլոգինգից ինչ որ հարցեր ժողովուրդ։ Դե լավ։ Հաջորդ գրադարանը, որ ուզում եմ ցույց տալ, ինքն էլ էլի էս ոճի մեջ, ոնց որ լավ կոդ գրելու ոճի մեջ, բանին նվիրված գրադարանն է, թեստերին նվիրված գրադարանն է, ու ինչ որ ծրագիր գրել ենք, ոնց փորձարկենք այդ ծրագիրը, տեսնենք, որ լավ է աշխատում, լավ չի աշխատում։ Եկեք թեթև օրինակ էլի ցույց տամ։ Պատկերացրեք ունենք սենց մի հատ կոդ, սենց անենք դեռ։ Մեջ կա մի հատ ֆունկցիա divide, որ եթե y-ը 0 վերադասում աշպան, մի հատ հետո x-ը բաժանում է y-ի, վերադասնում է ռեզուլտատը, ունենք մի հատ ֆունկցիա, որ ստուգում է թիվը պարզա թե չէ, մի հատ էլ ֆունկցիա ունենք, որ ուղղակի բան 1-ից մինչև 0-ից մինչև 100 պատահական թիվ է գեներացնում, վերադարձնում։ Հիմա իրականում profound-ում ինչ է կատարվել այսքան ժամանակ։ Գրված է եղել տարբեր խնդիրների համար, տարբեր ֆունկցիաների համար, sense ասած։ Ճիշտ թվազույգեր, օրինակ, եթե մուտքում գալիս է սա, թող ելքում լինի այս արժեքը, կամ թող ելքի արժեքը լինի այս միջակայքից, կամ լինի սրանից մեծ։ Մի հատ ինչ-որ պայման է դրված եղել, որ ինքը ճշմարիտ պետք է աշխատի։ Օրինակի համար պարզությունը ստուգող ֆունկցիան, եթե իրան 18, ինքը պետք է վերադարձնի false։ Եթե 17, պետք է վերադարձնի true։
Այդտենց ինչ-որ դեպքեր կա, որոնք որ գիտենք պետքա ճիշտ աշխատի, մենք ուզում ենք ծրագրենք իրանց, որ ավտոմատ միշտ ստուգվի է դրանց համար իսկապես ճիշտ աշխատում է, թե չէ։ Ինչի, որովհետև շատ-շատ հեշտ է ինչ-որ մի ձև պատահական կոդի մի հատ պուճուր կտոր ջարդել, որը որ կազդի մի հատ կոդի լրիվ ուրիշ կտորում, լրիվ ուրիշ բանի ավիրվելու վրա, ու կարա այդ շատ երկար ջրի երես դուրս չգա։ Իսկ եթե լավ թեստեր ես ունենում, պրոբլեմը շատ արագ զգացվում է ու հասկացվում է, թե ինչում է։ Հիմա մենք տեսնենք ոնց կարանք այս ֆունկցիաների համար թեստեր ավելացնել։ Ահա։ Պետքա սարքենք մի հատ նոր ֆայլ, որի անունը դնելու ենք test տակի գծիկ, ու այս մեր ֆայլի անունը։ Սա պարտադիր է պահել այս ոճը, այս ճաշակի հարց չի, էլի։ Test տակի գծիկ ու ֆայլը։ Ահա։ Հիմա իրա մեջ պետքա նախ import անենք այս unit test կոչվող մեթոդը, թեստերի համար սա կնայենք։ Unit նշանակում է որ test, որովհետև այստեղ հեսա հատիկ դեպքեր գրելու ենք տարբերելի, թե երբ ինչ պետք է աշխատացնի։ Ու tutorial մոդուլը մեր ներմուծենք, որովհետև մեջից ֆունկցիաներն ենք նայելու։ Կա նաև ուրիշ մոդուլներ, PyTest, Nose2, այս PyTest-ը էլի բավականին հաջողն է, Nose2-ը շատ չգիտեմ։ Unit test-ը ուղղակի լավն է նրանը, որ էլի բուն Python-ի մեջ եկող է, շատ լավն է համել։ Այստեղ թեստեր սարքելու համար պետքա մի հատ class սարքենք հատուկ։ Class test tutorial։ Ու ինքը պետքա ժառանգի unit test case class-ից։ Հետո ինչ ենք անում, իրա մեջ հերթով ամեն մի ֆունկցիայի համար սարքում ենք մեթոդներ։ Էլի test տակի գծիկ ու ֆունկցիայի անունը։ Test տակի գծիկ divide, test տակի գծիկ is-prime եւ այլն եւ այլն։ Հիմա այն մեր assert-ները հիշում եք, չէ՞։ Ստեղ օգտվում ենք այս test case-ի assert-ի համար ֆունկցիայից, ինքը ունի self-get assert true, ու ստեղ կարան գրենք tutorial.isPrime 7, սա կգնա այս tutorial-ից isPrime-ին 7 կտա մուտքում ու կստուգի արդյոք ինքը true է հավասար թե չէ։ Assert false 8 կստուգի արդյոք ինքը հավասար է 8-ի բան false-ի թե չէ։ Assert true, assert false sense մեթոդները կարանք աշխատացնենք։ Եկեք մի հատ սրանց համար աշխատացնենք, մենակ այս test isPrime-ի վրա կենտրոնանալով։ Եկեք լավ սրանք բանանեմ, comment անեմ, չխանգարի։ Եք։ Հա, ու եթե ուզում ենք իրան աշխատացնենք, երկու տարբերակ կա։ Մի տարբերակը այն է, որ գրենք Python, եկեք մի հատ գանք այդ գրադարանի մեջ։ Python գծիկ m unit test ու ստեղ էս մեր test tutorial.py-ը, ընտեսեք ինքը ստեղ ասում է, որ մի հատ error վալի է գնացել, չկա tutorial անունով գրադարան, սենց մի հատ պրոբլեմ տվեց, ինչը մի քիչ տարօրինակ է թվում, ճիշտ որ ասեմ աչքիս։ No module named tutorial line 2։ Այս ինչի չկա։ CD unit-ը, հա, ներողություն, որովհետև եթե պետքա գրենք ստեղ CD VIP։ VIP նշանակում է work in progress, այսինքն ընթացքի մեջ է գործը, ավարտուն վիճակում չի։ No module named test tutorial։ Tutorial։ Ահա։ Սենց աշխատացնում ասում է, որ նորմալ աշխատեց ամեն ինչ։ Եկեք մի հատ ջարդենք այս մեր կոդը, տեսնենք ինչ է լինելու այդ դեպքում, էլի։ Թողեք այս isPrime-ը, եթե հավասար է մուտքը 8-ի, վերադարձնի պանիր։ Սովորական բնական ֆունկցիա։ Հիմա եթե սա աշխատացնենք, տեսեք հիմա ինչ է բերում։ Միանգամից ասում է fail test is prime։ Traceback բերում է assertion error, panir is not false։ Ասում է panir պետքա false լիներ, բայց panir-ը false չի։ Ասում է աշխատացրեցի մի հատ test, ունեցա ձախողում մի հատ։ Այս միանգամից մեզ ինքը ինֆորմացիա տվեց, թե ինչ է կատարվել, այս f-ով էլ ասում է, որ բան fail է եղել, էլի ինչ որ բան։ Եթե սա ճիշտ լիներ,
Եթե սա փոխենք նորմալ լիներ կոդը, հիմա ասենց մի հատիկ կետի կա բերում, նշանակում է մի հատ թեստ է աշխատացրել, ասում աշխատացրեցի մի հատ, այս y-ը այս կետ փայի մեջի y-ն է, էլի վերջինի շետ չխառնեք հանկարծ, այսենց անենք, աշխատացրեցի, սա օքեյ էր, որովհետև մենք ստեղ ձեռով մի քանի հատիկ թեստ սարքեցինք, ժորդ նորմալ էր ընդհանուր սա, սա էլի բան էր ցույց կտամ իհարկե, բայց մինչև այս պահը, գաղափարապես էլի, դե լավ, ու մնացած ֆունկցիաների համար է կարող ենք սենց սարքենք, ասենք այս ռանդոմի դեպքում չենք կարող ստուգենք արժեքը ինչին է հավասար, բայց կարող ենք ստուգենք ինչ միջակայքում է, ասենք նայենք ինքը 0-ից 100 միջակայքում է, թե չէ, դրա համար ասում ենք assert in, հիմա սա եթե աշխատացնենք, ասում աշխատացրեցի 2 թեստ, օքեյ էր, եթե սրա փոխարեն գրենք 0-ից 1, ամենայն հանակությամբ պրոբլեմ կտա, ահա, պրոբլեմ կտա, 50-ը 0-ից 1 միջակայքում չէր, հենց միանգամից օգնող նամակով մեզ բացատրում է։ Նաև մի հատ էլ ձև կա աշխատացնելու այս PyTest-երը, կարող ենք ստեղ ասենք, ուղղակի unit test get main ֆունկցիան աշխատացնենք։ Ստեղ բնականաբար գրել ենք if name-ը հավասար է main, նրան նպատակով, որ եթե հենց կոնկրետ այդ ֆայլը աշխատացնենք, այդ ժամանակ աշխատի։ Եթե ստեղ ասենք python test tutorial.py, էլի նույն ձև կաշխատի։ Ու այս մյուս ֆունկցիայի հետ կապված էլ այս սրա, որ վերադարձնում է none, եթե y հավասար է 0, վերադարձնում է արժեքը սորական դեպքում։ Կարող ենք ասենք assert equal, ու ստեղ գրենք tutorial divide 4-2, սա պետք է տա 2, 4-0, սա պետք է տա 0, սա պետք է տա none, որտեղ տենց ենք, աշխատացնենք, ահա, 3 տեստ աշխատրսես նորմալ էր, տեստը սխալված գրենք 3, կասի հոպ մի վարկյան, 2-ը հավասար չի 3-ի, ստեղ սենց մի հատ նշում նաև, եթե ասենք 4-ը բաժանց 3 նայենք, 1.3 եւ այլն է տալիս, չենք կարող գրենք էլի, սենց ձեռով ասենք ստուգի 1.3 հավասար է թե չէ։ Ստեղ կարող օգտվենք assert equal ենք գրում, ստուգի հավասար է թե չէ, կարող ասենք ստուգի համարյա հավասար է թե չէ։ Գրենք ստեղ assert almost equal, իմիջիայլոց ստեղ նկատեք, որ նույն պատմությունն է ինչ բանում, logging-ում, ուխտաձև է գրվում էլի։ Ստեղ ասենք tutorial get divide 4-3, մենք թող ինքը 1.3 լինի ստորակետից հետո մինիշի ճշտությամբ։ Ինչը ճիշտ է, որտեղ 1.3 տենց եւ այլն է։ Ահա, նորմալ կաշխատի։ Եթե ուզում ենք ստուգենք բանը, իսկ error բարձրացնում է, թե չէ, ասենք դիտմամբ ինքը error գցում է, թե չի գցում, նայեք եթե y-ը 0 է, թող ինքը error բարձրացնի։ Raise անի value error։ Կարող գրենք ստեղ ասենք self get assert raises value error tutorial get divide ստորակետ 4 ստորակետ 0 սա մի քիչ տարօրինակ գրել է ձևա ժողովուրդ ստեղ ուշադրությունը ֆիքսենք սրա վրա մենք գրում ենք սկզբում error-ի տեսակը հետո ֆունկցիան հետո սենց հատիկ իր արգումենտները ոչ թե այսրապես այս ձևով ահա դրա համար կարող ենք այսպես աշխատացնենք արդեն կստուգի ասում է failed իհարկե error test divide հա ու իսկականից error է եղել մի վարքյան սա եկեք այսպես անենք օդություն չլինի հա որ կնայեք այս է պրոբլեմ տվել նայեք այս մեկը սա պետք է վերադարձ սա այս փոխել ենք չէ կոդը այն վաղ գրել ենք none վերադարձնի հիմա ասում ենք թող error վերադարձնի այսպես արդեն ճիշտ է պրոբլեմա տալիս error-ը գցում error-ը ճիշտ ստուգվում է դրա համար ամեն ինչ նորմալ է ասում է պրոբլեմ error չկա մի ուրիշ գրելաձև հետևյալն է context manager օգտագործելով կանք ասենք with self get assert raises value error ու իր մեջ ասեն սովորական ձևով արդեն այս մեր կոդը գրենք tutorial get divide 4 get 0 ինքը այս մեջի ծրագիրը աշխատացնելու է ստուգի եթե value error-ը գցում ամեն ինչ նորմալ է եթե չէ ուրեմն թեստը ձախողվեց նորմալ է ժողովուրդ Իսկ ինչ-որ ձև կա, որ երկրորդ պարամետրը մենակ ստուգենք, եթե 0 է, միշտ էս բան։ Երկրորդ պարամետր Այսինքն մեր դեպքում, եթե ամեն ծվի համար տեստ պիտի գրենք, եթե 4-ը 5-ը կամ ու երկրորդը 0,
Տենց մեկ-մեկ Օ, գրենք։ հա, շատ ընտիր հարց հա։ Ինձ թվում է տենց ինչ-որ ձև չի լինի, որ նշենք, ասենք 4 ու ինչ ուզում է լինի, որովհետև ինքը պետքա իմանա, ինքը ոնց որ խելոք բան չի անում ոչ մի, էլի, ինքը ուղղակի պրոստը հերթով աշխատացնում է, արժեքները համատում է իրար հետ։ Ինքը պետքա իմանա, որ ինչ արժեքների համար աշխատացնի իրան, էլի։ Ինքը պետքա որոշի ուրեմն թե ինչ նշանակում բոլոր արժեքները 0 ու մնացածը։ Ինքը չի իմանա, էլի ինչի համար աշխատացնի, մենք պետքա ասենք աշխատացրու 4 0 5 0 3 0 նորմալ է։ Հա, բարձա։ Շատ լավ։ Ժորդ, էլի հարցեր է սրանից։ Okay։ Մեկ Ստեղ էլ նաև almost equal-ը, almost equal-ը ինչ շրջանակում է համարում true։ Ստեղ մենք ինչ գրենք, այս place-ում ստորակետից հետո քանի տեղ էլի։ Ստեղ ասել եմ mini ստորակետից հետո օրինակ։ Հա, այսինքն չէ։ Այսինքն մենք ստանում ենք 1.333։ Հա, այսինքն առաջի թիվը եթե հավասար է almost true, հա, հասկացա։ Եթե ստեղ 1.4 գրենք, արդեն բան, կասի չէ սխալ է։ Եկեք աշխատացնենք։ Fail։ 1.33-ը հավասար չի 1.4-ի։ 0.006-ի տարբերություն տվեց։ Եթե ոչ մի բան չգրենք, ինքը 7 նիշի տարբերությամբ է ստուգելու։ Այս նոր կարդացի։ Ինչ որ հարցեր էլի այս unit testing-ից։ Դրա ժողովուրդ, ես ձեզ կուղարկեմ վիդեո, որտեղ որ ավելի մանրամասն է սրա մասին պատմում, օրինակ ոնց կլասի համար գրել թեստեր, դա մի հետաքրքիր հարց։ Ուրիշ ասենք, եթե օրինակի համար ուզում ենք մի հատ ինչ-որ Pandas-ի data frame-ի հետ կապված բան ստուգենք, որ ամեն թեստը աշխատացնելուց ինքը Pandas-ի data frame-ը load չանի, ոնց գրել ծրագիր, որ ամեն անգամ ամենասկզբում աշխատի, մի հատ էլ ամենավերջում աշխատի, կամ ամեն բան աշխատացնելուց մի հատ սկզբում մի բան աշխատացնի, հետո մյուս բան։ Տենց setup ու tear down կոչվող մեթոդները։ Մի խոսքով ինքը բավականին ավելի մանրամասն կներկայացնի ամեն ինչ, էլի։ Ես ուտ փորձում եմ ընդհանուր գաղափարը ձեզ փոխանցած լինեմ ստեղ։ Ինչ որ հարցեր էլի։ Դա լավ։ Մեկ էլ երկու հատիկ էլ գրադարան։ Մի հատը ես մի հատից շատ թույլ եմ ու իրան շատ կարճ ժամանակ եմ պատրաստել, բայց ուզում եմ ընդհանուր ոնց որ արձանագրենք իր առկայությունը ու մոտավոր ցույց տամ, թե ինչ պրինցիպով է ինքը աշխատում։ Ինքը ինտերնետից ինչ որ ինֆորմացիա քաղելու համար է։ Եկեք նայենք այս մի հատ կայքը Quotes to Scrape, այս հատուկ կայքը այն մարդկանց համար, որ բան անեն։ Մարդ, որ սովորեն, թե ոնց ինտերնետից ինֆորմացիա քաշել։ Այստեղ բացում ենք մի հատ ինչ-որ կայքը, ասես տարբեր ինֆոներ։ Հիմա ինչ անենք, եթե ուզում ենք այս բոլոր բաները քաշենք, պահենք։ Բերենք ավտոմատ ձևով այս մենակ այս կոդը ոնց էր։ Մենակ այս մեջբերումները պահենք, կամ մենակ այս հեղինակների անունները պահենք, կամ հա, вообще ունենք մի հատ աղյուսակ սարքենք data frame, մեջը մի սյունում գրած լինի այս բանը, մեջբերումը, մի սյունում գրած լինի հեղինակը, մյուս սյունում գրած լինի թե ինչերի մասին։ Ներողություն, ինչերի մասին է։ Այդտենց ինչ որ մի հատ գրադարանի հետ ոնց կարանք աշխատենք։ Նախ առաջինը սա ոնց որ այս ամեն ինչը որ երևում է, ինքը ինչ տեսքով է երևում։ Այստեղ ես չեմ բացատրի, իհարկե զուտ շատ կարճ ներկայացնեմ, թե այս ոնց է տեղի ունենում, մի քիչ front-end-ի պատմությունը։ Այս ամեն ինչը արտացվում է HTML ու CSS լեզուների, եթե կարելի է լեզու անվանել, միջոցով։ Իրանք ոնց որ sense լեզու են, որտեղ որ դու սահմանում ես, ասում ես, OK, ես սա բացեցի սխմելով Ctrl-Shift-E։ Նաև կարելի է կտցնել աչքոճակի վրա ու իջնել այս inspect կոճակի սխմել։
Ստեղ ինքը ցույց է տալիս, որ sense տարբեր բլոկեր է սարքած, ասենք div block մեջը գրված է, բացում ենք, տեսնում ենք կա գրած կամ ստեղ էս վերևի կտորը ստեղ ասում է վերևը ունենք այստեղ վերևում ունենք մի հատ բաժին, այս բաժնի մեջ կա գրված մի հատ ինչ-որ h1 նշանակում է heading, այդ heading-ը հողում է տանում դեպի ինչ-որ տեղ ու իր մեջ գրված է quote to scrape text-ը։ Սենց էս կայքի արտածելու համար անհրաժեշտ բոլոր ինֆորմացիան սենց բաց հասանելի է մեզ։ Շատ մոտավոր պատկերացեցիք ժողովուրդ։ HTML CSS հաստատ չեմ բացատրի, էլի կոնցեպտը մոտավոր էլի։ Եթե չգիտեք, գուցե սա օգտակար չի, որ հիմա բացատրում եմ, բայց գուցե պետք կա ամեն դեպքում։ Եվ ավելի լավ է չբացատրել, քան բացատրել, այդ պրինցիպով եմ շարժվա շատը։ Բայց լավ, ոնց որ ոնց այս տեքստը, որ բրաուզերը ուզում է ցույց տա, ամենտեղ ավտոմատ մաքուր հասանելի է բոլորին, էլի։ Հիմա մենք կարող ենք Python-ով գանք ու այս տեքստը ստանանք։ Դրա համար ինչ պետք է անել։ Մի հատ նոր գրադարան սովորենք, կոչվում է requests հարցումներ գրադարան։ Գրում ենք import requests, նախապես մինչև այդ պետք է pip install անը requests-ը, սա, պետք է գրենք ստեղ pip install requests, այս request-ը շատ ֆունդամենտալ գրադարան է, բայց բուն Python-ի մաս չի։ Ես մի անգամ նույնիսկ Cinnabon եմ կրվել, որովհետև մտածում էի, որ ինքը Python-ի մաս է, հենց որ եւ անիմաստ կիսվեցի, բայց անպայման հիշեք, որ ինքը Python-ի մեջ չի, պետք է իրան ներմուծել։ Եկեք ան դնենք scrape.py, որովհետև ինտերնետից ինֆորմացիա քաշելուն անվանում են scraping, համար ֆայլանը դնենք scrape.py։ Ստեղ այս request-ը որ գրել ենք, հետո կարող ենք ստեղ գանք ասենք բան տեքստը հավասար է request.get ստացի արժեքը։ Ստեղ գանք գրենք այս բանի կայքը։ Կայքի հղումը։ Մի հատ այստեղ print անենք այս մեր տեքստը։ Python scrape.py։ Ինքը sense մի հատ բան է բերում response 200։ Այս 200-ը այդ հատուկ կոդ է, որ նշանակում է, որ ամեն ինչ հաջող է արվել։ Ինքը իսկականից կարացել է այդ ինֆորմացիան քաշի բերի։ Այս կոդը ստանալու համար вообще ընդունված է գրել մի հատ բան, որպես փոքր ստուգում ամենաառաջի քայլով նայել գրել ասել ստեղ բան text get status code սա նայել ու ասել 200-ը ինքը հավասար թե չի, եթե 200 չի հավասար, որ մի բան են չի։ Բայց լավ, իսկ ոնց կարանք ստանանք հենց իր մեջի էլեմենտները։ Նախ ստեղ տարբեր ատրիբուտներ կային, կարող ենք JSON, ինքը մեզ dictionary, JSON ու փակագիծը բացել։ Լավ չէ, սա դատարկեր, լավ ներողություն, ստեղ գրենք get text, ու ինքը մեզ այս կայքի մեջի տեքստը կցույց տա։ Տեսեք, այս նույն տեքստն է։ Հիմա այս տեքստի մեջ ներառված է այս բոլոր ինֆորմացիաները։ Ու իրականում իրանք ներառված են ոչ թե յաբախտի ոնց ասես, այլ նորմալ գրված կայքերում իրանք լինում են շատ տրամբանական ստրուկտուրայով։ Օրինակ այստեղ տեսնում ենք, որ այս այդը նայեն գրած է div class հավասար է quote, այսինքն մեջբերում։ Ու իր մեջ արդեն sense span կոչվող բաների մեջ հերթով տեքստեր է գրած։ Հաջորդ հետը գանք, էլի գրած է div quote։ Հաջորդը գանք, էլի գրած է div class-ը quote։ Բացենք ստեղ գրած է span class-ը text։ Span ստեղ class-ը author, span class-ը tag-եր։ Մի խոսքով ամեն ինչ sense հարմար անունով գրված է։ Եթե մենք գտնեինք այս բոլոր div-get quote-երը, կարող ենք Python-ով կոդ գրենք, որ ինքը սրանց համար մեջից ինֆորմացիա քաշեր, փոկեր գտներ։ Ասենք գտի այն ամեն ինչի, ինչի մոտ գրած է class-ը հավասար է quote, ու իր մեջ այս span-ը որ գրած է, այդ span-ի span-of split հարաօրինակ մեջի արժեքը վերցրու։ Այդ ինչ որ կոդ կարող ենք գրենք ու ստեղից կքաշենք, չէ՞, սա ինֆորմացիաները։ Պատկերացրիք ժողովուրդ գաղափարը։ Զգում եք ինչ ենք ուզում անենք։ Լավ։ Ու այդ ոնց որ
այս ինֆորմացիան համակարգված ձևի բերելը անվանում են parse անել ու HTML-ը parse անելու համար մի հատ շատ հարմար գրադարան կա, շատ կան հարմար գրադարաններ, մենակ մեկը կասեմ, ինքը կոչվում է գեղեցիկ ապուր, նույն ինքը beautiful soup, ձեր մոտ sense անհարմար է, չէ՞, երևում որ հերթով բաներ են բացում։ Իրան էլի պետքա ներմուծել, պետքա ասենք pip install beautiful soup։ Request եկեք ավելացնեմ ստեղ, ու ինքը շատ վերսիաներ ունի, եկեք beautiful soup 4-ը ներմուծենք, բայց ստեղ ներսում գրում ենք from ոչ թե beautiful soup 4, այլ գրում ենք bs4։ From bs4 import ու այս beautiful soup-ը այս հիմնական բանն է, էլի ոնց որ կարանք ապուր պատկերացնենք որպես այդ HTML-ի կոդերի եսիմինչ խառը ինչ ասես որ կա, ու իրենց սիրուն տեսքի բերելու համար տենց beautiful soup գրադարանն ենք օգտագործում։ Okay, հիմա պետքա այս տեքստը parse անենք, սենց ասած, կանք ստեղ գանք ասենք, այս մեր ապուրը, soup-ը թող հավասար լինի beautiful soup, հենց սրան, այս մեր տեքստի կետ տեքստը, text get text, ստեղ կարի գրեի ավելավա response ընդունված գրել, ոնց որ հարցում ու պատասխան հարցման, response get text թող լինի, ու օգտվելով HTML get parser-ից, հիմա ստեղ եթե print անենք այս մեր soup-ը, էլի հելը սովորական տեքստն է տպում, ստեղ կա sum.prettify, որ ավելի սիրուն ձևով է տպում, բայց այս մեկը արդեն սիրուն ձևով է բավականին։ Հիմա ոնց կարանք իր մեջից մեզ պետք եղած բաները գտնենք ու պոկենք բերենք։ Նախ եկեք հասկանանք մեզ ինչ է պետք։ Երկան կայքն էլ թող բացվի։ Ահա։ Եթե ուզում ենք հենց այս մեջի տեքստերը Եթե ուզում ենք հենց այս մեջի տեքստերը ստանանք, կարանք նկատենք, որ ստեղ գրած է span, այս ոնց որ span տեսակի օբյեկտ է բացում, span tag է կոչվում սա։ Ու իր կլասը հավասար է text։ Հետո այստեղ էս հաջորդի մոտ էլ span կլասը հավասար է text։ Մենք ուզենանք գտնենք բոլոր span-երը, որոնց կլասը հավասար է text-ի, կարանք վարվենք սենց։ Կանք ստեղ գրենք ասենք այս մեր բան մեջ բերումները ուզում ենք գտնենք, ասենք quotes-ը թող հավասար լինի, տեսեք դաժե բերես միանգամից, soup get find all, ստեղ ասենք span ստորակետ կլասը հավասար է text։ Հիմա եթե ստեղ print անենք այս մեր quote-երը, կտեսնենք, որ տվեց սենց մի հատ ցուցակ, որտեղ որ հատիկ-հատիկ, եկեք լավ ցիկլով տպենք, որ ավելի սիրուն լինի, ավելի ինթերների, կասենք for e in quotes, print e, այսենց էս ամենը տպեց, ու եթե մեջի հենց կոնկրետ տեքստ ուզենանք ստանալ, կգրենք get text, ու վոալա, պատրաստ է, բոլոր այս մեջ բերումները այս կայքից քաղեցինք, բերեցինք միանգամից, ինչ կար չկար, բերեցինք, էլ պետք չի copy paste անել, ես ինչ անել, ահագին կյանքը կարա սա հեշտացնի, թեթևացնի, նորմալ էր, կարանք ստեղ ասենք թող quotes-ը հավասար լինի սրան, մի հատ էլ ասենք ինչ կար ուրիշ ընդեղ, authors-ը, span authors, եկեք ասենք ստեղ for e ստորակեդրի in zip, իշմեք չես, ենք հույս ունեմ quotes authors, ենք i get text ու j get text, իսկ ինչ արեցիր, շատ հետարքիր, print quotes, սա աշխատում էր, սա աշխատում է, quotes-ը մեր մոտ list է, չէ, coastal results set, հա, լավ սրանից էր, սենց zip-ը չէին կարա հանգիստ գրեինք էլ, ինք մի քիչ հատուկ տեսակի օբյեկտ էր,
Դե լավ, հիմա շատ չխորանանք դրա վրա, ուզում եի ասել, որ կարանք սա հավաքենք սիրուն բանի մեջ, Pandas-ի data frame-ի մեջ ու ավելի հարմար լինի նույնիսկ գործանելը, բայց լավ, այդ ինձ թվում է փուճուրիկ առաջադրանք է էլի, որ կարակ անեք։ Եթե ինչ-որ մեկը կուզի, հիմա գրեմ։ Զուտ չգիտեմ արժի ժամանակ ասել դրա վրա, թե չէ։ Ժողովուրդ, պատկերացրիք ինչ կատարվեց, ինչ-որ հարցեր կան ստեղից։ Դե լավ, այս ոնց որ շատ պստիկ մի հատ շատ փոքր բան եմ ցույց տվել։ Իմիջ այլոց, եթե ուզենաք աշխատել սրա վրա, մի հատ հավես պրոյեկտ, որ տենց շատ են անում, այդ list.am-ը, list.am-ից ինֆորմացիա քաշելն է, կարաք list.am-ից սա հավաքեք Pandas-ի data frame-ի մեջ ու ոնց ուզում եք վերլուծեք ձեր համար։ Որտեվ list.am-ը բավականին հարմար է գրված, էլի scraping-ի համար։ Scraping-ը այդ ինտերնետից բան հավաքելն է։ Այստեղ էլի իրենք սիրուն դիվերի մեջ բաժիներով հավաքած է, էլի այստեղ ամեն ինչ։ Կարագակ sense էսա, սաղ ինֆորմացիան մի հատ բաժնի մեջ հավաքած է։ Կարաք սա որպես վար, եթե ուզենաք scraping պարապեք, կարաք հենց list.am-ի վրա անեք, էլի կակրաս հայկականա հավես կլինի, էլի։ Երևի։ Այս scraping-ի հետ կապված ինչ-որ հարցեր։ Իսկ եթե տենց մի քանի հատ տվյալ ենք ուզում, սա առանձին պիտի հանենք, միացնենք իրար։ Դե պարտադիր չի, ոնց որ եթե ստեղից կարենք վերցնենք մի հատ բաժին էր բացած, div էր բացած, որի մեջ 3 հատիկ էլեմենտ էր, մենք կարենք վերցնենք սաղ div-ը։ Հարցն է, թե մենք ինչ ֆորմատով ենք ուզում ամեն ինչ պահենք ու գուցե իրանից միանգամից 3 հատ բան վերցնենք, մենք ոնց ուզում ենք իրան բաժանենք, կամ առանձին 3 հատիկ վերցնենք, ոնց ուզում ենք կպցնենք իրար։ Արդեն ըստ անհրաժեշտության, էլի։ Մի քիչ ավելի հստակ դժվարանում եմ պատասխանել, պետք է հենց կոնկրետ խնդրի նայել, ու իրականում import-ն է բավականին քիչ էս բանի հետ, scraping-ի հետ։ Այդտենց։ Նորմալ էր։ Հա, այսինքն կարող ենք գրեինք բանը div ու գրեինք հավասարի quote։ Կարենք գրեինք ինչ։ կբերեր։ Այս բանի փոխարեն գրեինք div ու բանը quote վերցնեինք, բոլորը կբերեր հոսորները։ Եթե գրեինք div, ինքը բոլոր div տեսակի օբյեկտները կբերեր, որոնք որ շատ են, էլի div-ը այդ համարյա ամեն ինչ div-ի մեջ է դրվում, էլի։ Բայց հա, ոնց որ ամեն ինչ կբերեր ուղղակի։ Հետո պետքա Python-ով իրան սիրուն բաժանենք կտորների, էլի, ինչ մի քիչ ավելի անհարմար է։ Նորմալ էր։ Այս quote-ների կայքը հասանելի է, չէ՞, որ ուզենանք Հա, վերցնենք։ այդ հենց բանի համար է, պարապելու համար է, quotes get to scrape get.com։ Սա կաշխատեմ չմոռանամ ուղարկել։ Ես ինչ չեմ վստահում եկեք գրեմ։ Ահա, կուղարկեմ։ Ու դա նյութերը կուղարկեմ, էլի, իհարկե։ Պարզապես իմ բացատրածը այդ բան չէր, էլի։ Չստացվեց սովորեցինք, թե ինչա։ Ժորժ, մինչև այս բանը ինչ-որ հարցեր։ Դե լավ, եկեք վերջի գրադարանը ցույց տամ, որ ուզեմ, որ իմանաք դուք։ Ինքը կոչվում է arg parser, էլի parse բառի հետ կապված, argument parser։ Իր էությունը հետևյալն է, որ երբեմն, երբ որ աշխատում ենք sense Python scrape get py, գուցե ասենք ուզենանք ամեն անգամ մենք տանք կայքը ու ինքը այդ կայքը բան անի։ Հիմա եթե ուզենանք ուրիշ կայքի տեքստ ստանանք, պետքա գանք կոդի մեջ մտնենք, փոխենք, չէ՞։ Հետո եթե ուզենանք հետ փոխենք, պետքա գանք հետ գանք կոդի մեջ, հետ փոխենք։
Ինչը ուտվի իհարկե տարբերակ է, բայց բավականին անհարմար տարբերակ է։ Դրա համար կա մի հատ հարմար գրադարան, ինչքան հարմար բառը օգտագործեցի, որ թույլ է տալիս տերմինալով կանչի ժամանակ հենց այդ տեղում միանգամից բանը վերցնել, մուտքերը վերցնել։ Ասենք ստեղ գրել python scrape.py ու ասել, որ ասենք բան, լինքը, կայքը թող լինի quotes get ես ինչ եւ այլն եւ այլն։ Այդտենց մի հատ հարմար զրթիկ։ Ինքը կոչվում է arc parser ու ինքը կրկին բուն Python-ի գրադարաններից է։ Import arc parser։ Իրան սենց ենք սարքում։ Ստեղ ասում ենք parser-ը հավասար է arc parser get argument parser։ Ստեղ կարանք մեջի ինչ որ նկարագիր գրենք, եթե ուզենք, ասա scrape quotes from a website։ Հիմա իրան պետք է ավելացնենք արգումենտներ, թե ինքը ինչ պետք է մուտքում վերցնի։ Գանք ստեղ ասենք parser get add argument, միանգամից առաջարկեց, գծիկ URL, type-ը հավասար է string, կարանք չնշենք type-ը, ու help-ը ասենց ինչ որ օգնող նամակ, թե ինչա պետք անել։ Հիմա եթե ստեղ աշխատացնենք այս python scrape get py-ը, միական module arc parser has no attribute argument parser։ Ինչ ես խոսում։ Հա, ներողություն, ստեղ ռտարը չկա, arc parse, argument parse-անար, ոչ թե argument parse-անող բան։ Սենց աշխատացինք, ոչ մի տարբերություն չտվեց։ Սենց եթե կանչենք, ներողություն, սենց եթե հիմա իրան կանչենք ու ստեղ գրենք գծիկ URL, հիմա ինքը կարող ակնկալի, որ մենք իրան կտանք մուտք։ Ու այս մուտքը մի հատ լավ ներողություն, եկեք մի հատ ասեմ ոնց կարանք մուտքը որ ստանում ենք տեսնենք թե ինչա, թե չենք տեսնա։ Այս ավելացված արգումենտները ստանալու համար գրում ենք սենց args-ը կամ ինչ որ ցանկացած փոփոխական args օրինակ հավասար է parser get parse args։ Եկեք ստեղ print անենք այս մեր args-ը։ Եկեք սորական աշխատացնենք python scrape get py։ Ինքը սենց բերեց, որ URL-ը հավասար է ոչ մի բան։ Հիմա եթե այստեղ ավելացնենք, ասենք գծիկ URL, ստեղ ասենք բան, պանիր, տեսանք, որ URL-ը դարավ պանիր։ Հիմա մենք կարանք ստեղ գրենք, ասենք, բանանի ինքը։ Սա տնեմ ստեղ չկորի։ Ստեղ կարանք իրան ասենք args get URL։ Ինքը մա կգնա կփորձի այդ կայքի բանը բերի, ինֆորմացիան բերի։ Եկեք ստեղ տպենք այդ տեքստը, print response get text, ու եկեք մի հատ ինչ որ կայք վերցնեմ, այդտեղից ինֆորմացիան բերեմ։ Եկեք profound օրինակ վերցնենք, բերենք։ Իհարկան։ Կարամ ստեղ գամ աշխատացնեմ ու URL-ը գրեմ ստեղ այս profound-ի հղումը։ Հիմա մի քիչ սպասենք, profound-ի այս կայքի տեքստը է, հանրապետական 23-24 դպրոցական, մի խոսքով։ Profound-ի կայքի տեքստը բերեց։ Մեզ հիմա պետք չի մտնել կոդի մեջ, մեզ ուղղակի ստեղ հարմար, մեր համար գրում ենք միանգամից ու վերջ։ Գաղափարը օքեյ էր։ Ինչ որ հարց կա ստեղ։ Հիմա չեք տեսնում, չէ՞ կոդը երևի, թե տեսնում եք։ Հիմա տեսնում եք։ Հա տեսնում եմ։ Գնալեք։ Մի հատ սա փակեմ, շատ բան բացած մոտս։ Անհարմար դասավորեցի շպարգալկաներս։ Դրանով ու մի քանի բան էլ թե ինչ կարանք ավելացնենք, ստեղ կարանք իրան ասենք, մի հատիկ էլ արգումենտ ավելացնենք, կարանք ասենք ստեղ parser get add argument, լավ եկեք պրոստ ձևական ինչ-որ բան գրեմ, ու կարանք գրենք սենց մի հատիկ գծիկով ինչ-որ կարճ անուն, ու մի հատիկ էլ սենց գծիկով երկար անուն, սենց ընդունված է անել էլի, link, ու կարանք ստեղ գրենք, ասենք, թե ինքը ինչ պետք է անի, երբ որ այս արգումենտը տրված է։ Կան լավ, եկեք թող լինի, ասենք, d ու detailed, որ ավելի մանրամասն լինի։ Ու եթե այս գծիկ d-ն գրված է, թող որ ինքը action-ը թող լինի հավասար
store true։ Հիմա եթե այստեղ գծիկ d ավելացնենք իրան, տեսեք ինքը հիմա false է, եթե այստեղ գրեմ գծիկ d, ինքը դառավ true։ Հիմա կարող ենք այստեղ ասենք, որ եթե գրած է մանրամասն, համ սա հավաքի, օրինակ։ Եթե գծիկ d չկա, կամ էլ գծիկ detailed։ Երկու ձև էլ կաշխատի։ Այդ դեպքում ոնց որ true կամ false կընդունի արժեքը ինքը։ Մի հատ ուրիշ բան որ կարանք անենք, parser get add argument, կարանք գանք, լավ թող output-ը լինի ինչ որ է ինչ գրում է։ Կարանք գանք ստեղ ասենք, որ առավելացնենք իրան տարբերակներ, ասենք choices JSON CSV, այս երկու տարբերակով կարող անի։ Ու ստեղ ասենք default հավասարա JSON օրինակ։ Սա եթե աշխատացնենք, տեսեք ստեղ տպեց output-ը հավասար է, եկեք այս տողը ջնջեմ։ Output-ը հավասար է JSON, default արժեքն է։ Կարող գրենք ստեղ ավելացնենք հետո վերջում գծիկ on, հետո բացատով գրենք ինչ-որ ուրիշ տեքստ, ինքը կասի մի վարքյան, ASDF չի կարելի, invalid։ Ներողություն, invalid տարբերակը կարելի մենակ JSON ու CSV։ Եթե գանք ասենք, չէ, լավ, CSV, այդ դեպքում նորմալ կաշխատի։ Այս համապատասխան արժեքները բանով ենք էլի ստանում։ args get detailed, args get output ու եւ այլն, էլի։ Այս սրանցով հեսա։ Այս էլ ոնց որ տենց շատ պուճուր, կարճ, բլից նկարագիր, էլի այս ամեն ինչի։ Նորմալ է, ինչ որ հարցեր կա։ Ու եթե գրենք ստեղ գծիկ hash ավելացնենք, ինքը մի հատ sense օգնող նամակ մեզ կգրի, այսա scrape quotes from a website, տարբերակներ, գծիկ hash կամ գծիկ help օգնող նամակը ստանալու համար, գծիկ URL-ը ստանալու համար, եւ այլն եւ այլն։ Գծիկ o տարբերակներն է JSON CSV,